սպասելի էր այս հապճեպ որոշումը դատարանի եւ եթե ծանոթ եք մեղադրանքին, ինչպես կգնահատեք։ Շնորհակալություն հարցի համար, հարցին երկու պատասխան ունեմ։ Որպես իրավաբան իհարկե սպասելի չէր։ Մենք սպասում ենք արդարացման որոշման, բայց բոլորս հասկանում ենք, որ քաղաքական դրդապատճառներով սպասելի էր, որ նմանատիպ որոշում կլինի, բայց սա չափից ավելի շատ էր, քան մեր սպասելիքը։ Եթե անգամ պետքա լիներ դատավճիռ մեղադրական, ապա գոնե պետքա լիներ նվազագույնով, այլ ոչ թե առավելագույնով, բայց հաշվի չառնելով մի շատ հանգամանքներ, մի կողմ դնելով գործի ոչ իրավական մասը, մի կողմ դնելով լիքը հանգամանքներ, 4 երեխաների հայր, անչափահաս երեխաների հայր, իրենց մատնանշած ժամանակահատվածից հետո վերընտրված համայնքի ղեկավար, արդեն ինչ խոշորացված համայնքի ղեկավար, մի շարք հանգամանքներ հաշվի չառնելով նրանք այնպիսի դատավճիռ կարդացին, որով զրկեցին նրան եւ ազատությունից, որով նաեւ կարող էր այդ ժամանակահատվածը օգտագործել առաջի ացանի դատանը վերաքննություն բողոքարկելու, այլ նաև դատապարտեցին 6 տարի 3 ամիս ազատազրկման։ Սա ուղղակի աբսուրդի ժանրից է։ Պարոն Հակոբյան, առիթ ունեցել եք զրուցել այս օրերին, երբ արդեն տեղեկացել եք խափանամիջոցի փոփոխության մասին Համբարձումյանի հետ, ինչպիսի տրամադրվածություն ուներ, ինչ էր ասում, ինչ էր նշում։ Բնականաբար առիթներ շատ են եղել, բարբերաբար ենք զրուցել, կախված աշխատանքային, նաև մեր հետագա նորությունների մասին։ Քմծիծաղով եւ հեգնանքով են նայում դատավճռին, զարմացել էր, որ իրեն ճանաչողները մտածում էին, որ կարող է նա որևիցե մի պահ, մի վայրկյան մտածի, որ կարող է փախնի եւ դիմի փախուստի, եւ նա վստահ է, որ իր պայքարը հասնելու է հաջողության եւ հաղթական տրամադրությամբ գալիս է Հայաստան։ Մարդը գիտակցում է, որ գալիս է Հայաստան եւ ունի դատավճիռ եւ գնալու է նստելու 6 տարի 3 ամիս ժամկետով։ Դատավճիռի հրապարակման ժամկետը որոշեցին, որ նա պետք է պատիժ։ Ժողովուրդ, ըստ իս չէ, ըստ յուրաքանչյուր խելամիտ դատողություն ունեցող մարդու հասկանալի է, որ նրան մեկուսացնում են առաջիկա բոլոր ընտրական եւ քաղաքական գործընթացներից։ Համբարձումյան Դավիթը Հայաստանի Հանրապետությունում կարևորագույն ֆիգուր է հանդիսանում, թե համապետական, մի կողմ դնեն վարչապետի թեկնածուի կարգավիճակը, դրա մասին կխոսեն եւ կազմակերպիչները եւ առաջադրող քաղաքական ուժերը, մի կողմ դնելով դա ինքը մեծ ուժ է ներկայացնում Իրանից համապետական ընտրություններում։ Բնականաբար նման մարդ, նման սկզբունքային տղեն չէր կարող ուղղակի լիներ ազատության մեջ։ Ալեն Սիմոնյանը պնդում էր հակառակը, թե իրենից այսպես ասած ինչ է ներկայացնում, մոռանալով հավանաբար, որ Դավիթ Համբարձումյանը արդեն առիթ ունեցել է ապացուցելու իշխանությանը, թե իրենից ինչ է ներկայացնում եւ չի պարտվել իր համայնքում։ Ալեն Սիմոնյանին եւ դրանց շարքերում ժամանակավոր կամ մշտական տեղակայված մարդկանց չեմ ուզում մեկնաբանել։ Նրանք շատ լավ են ճանաչում Դավիթ Համբարձումյանի տղամարդ տեսակը եւ բնականաբար այլ բան չունեն, քան ստով կերակրելու հասարակությանը, Facebook-յան հասարակությանը ստով պետքա կերակրեն եւ այսօր թե երեք ինչ-որ ի պատասխան Համբարձումյան Դավիթի տեսանյութ է հրապարակել, որտեղ որևիցե բան չի ասվում հանցագործության կամ ինչ-որ իրավախախտ լինելու մասին։ Ժողովուրդ, ես լինելով Համբարձումյան Դավիթի ընկերը, լինելով Համբարձումյան Դավիթի առաջի տեղակալը, վստահեցնում եմ ձեզ, որ այն ինչ կատարվում է ուղղակի ծիծաղալու է։ Չկա բարոյական եւ իրավական որևիցե կողմ։ Պարոն Սարգսյան, դուք ստանձնեք։ Ես Հակոբյանն եմ։ Ներողություն, պարոն Հակոբյան, դուք ստանձնեք քաղաքապետի պարտականությունները այդ ընթացքում, ինչ պարոն Համբարձումյանը լինի անազատության մեջ։ Մինչև այսօր պարոն Համբարձումյանը գտնվում էր արձակուրդի մեջ եւ ես էի փոխարինում նրան։ Այսօր լրանում, այս վաղվանից նա պետքա ներկայանար աշխատանքի, ըստ օրենքի նրա բացակայության ժամանակ փոխարինում է նրան, համայնքի ղեկավարին բացակայության ժամանակ փոխարինում է առաջի տեղակալը, Մասիս համայնքի պարագայում հանդիսանում եմ ես։ Բայց զարգացումները հաշվի առնելով մենք խելամիտ որոշում կկայացնենք եւ կգնանք առաջ։ Ես մի բան կարող եմ փաստել, որ Դավիթ Համբարձումյանի կազմած եւ ղեկավարած քաղաքական եւ աշխատանքային թիմը ուժեղ է եւ իզորու է իր համայնքի ղեկավարը, իր քաղաքական թմի
իր առաջնորդի ծրագրերը ավարտին հասնել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 5-ը, որը մեր պաշտպանման ժամկետն է։ Կներեք, դուք բացառում եք, որ պարոն Համբարձումյանը կարող էր զենքի գործադրմամբ ինչպես մեղադրանքում է նշվում, խոչընդոտել մարդկանց տեղաշարժը, խոսքը Հայանիստ Հովտաշատ, այդ գյուղերի Խաչմերուկի մասին է։ Ես ճանաչելով նրան պարզապես բացառում եմ։ Եթե նման բան լիներ, ժողովուրդ, եթե զենքի գործադրմամբ այն էլ այդ ժամանակ համայնքի ղեկավար ընտրված մարդ, ընդդիմադիր մարդ, որ որևիցե մի օր, մի վայրկյան չի նահանջել իր սկզբունքներից, 7 տարի ուղղակի քրեական գործը չէին քննեցնի, բերեին հանգեցնեին այսօրվան։ 7 տարվա մեջ 700 պատճառ ունեին, որ այդ զենքի գործադրման հորինվածքը կապեին եւ այս օր ունենայինք, ասենք 5 տարի առաջ, 4 տարի առաջ։ Սա ուղղակի հասավ քաղաքական այն պիկին, որ պետք է Համբարձումյան Դավիթը այլևս որպես քաղաքական ֆիգուր չունենա ազատություն։ Եվ պարոն Հակոբյան, կներեք, մեկ հարցել, մենք այստեղ խոսում ենք պարոն Համբարձումյանի աջակիցների հետ, պարզվում է, որ նրանցից շատերը համայնքապետարանի աշխատողներ են, աշխատանքի ժամին են դուրս եկել այստեղ հասնելու համար, սա խնդիր համարում եք, թե ոչ։ Աշխատանքի ժամից շուտ դուրս չեմ եկել, 6-ին 5 պակաս եմ դուրս եկել ես։ Երևի թե կլինեն մի քանի աշխատողներ, որոնք կարող է 5-ից 6-ին 5 պակաս դուրս եկած լինեն։ Որևիցե հրահանգ, որևիցե կազմակերպչական աշխատանք չկա ու ես բարոյական իրավունք չունեմ իրենց քաղաքական թմի ղեկավարին, ում հույս կա գոնե միջև կալանավորում է 1 րոպե, 1 անգամ տեսնելու կամ ողջունելու, ասել մի շտապեք այնտեղ։ Չեք կարծում, որ դա խնդիր կդառնա։ Ոչ, չեմ կարծում։ Եթե 5 կամ 6 աշխատակից կամ 10 աշխատակից 6-ին 20 պակաս է դուրս եկել աշխատանքի վայրից, դա ընդհանրապես աշխատանքային հարաբերությունների հարց է եւ աշխատակազմի քարտուղարը կամ համայնքի ղեկավարի պարտականություններ կատարողը քննարկի արդյոք դա կարգապահական ուժի հարց է թե ոչ, ավել բան չկա։